Հեծանվա սպորտի միջազգային ֆեդերացիան ուսումնասիրել է մեր ուղարկած ծրագրերը, կատարել համապատասխան առաջարկություններ, որոնք ընդունել ենք ու այժմ նախագծված հեծանվա հրապարակի շինարարությունն ընթանում է բուռն տեմպով 2 հեկտար այս տարածքում, ասում է գլխավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։ Հեծանվա հրապարակը նախատեսված է 3200 հանդիսատեղի համար։ Այն իր հարթակներով կկառուցվի 6 մետր խորության հողի մեջ։ Հեծանվա հրապարակը կունենա 250 մետր երկարությամբ շրջագիծ, վազքային գոտու լայնությունը կկազմի 7 մետր։ Երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվա հրապարակին պատկանող կառույց, նախամուտքով, սրահով, մարզիկների համար նախատեսված հանդերձարանով, կլինի նաև վարչական սենյակ։ Առաջին անգամ մեզ մոտ այսպիսի կոնստրուկցիա ենք օգտագործում, փայտից է։ Փայտ ասելով մի քիչ լավ չի հնչում, բայց սա այլ փայտ է, կանադական լիստվենից է, որը իր տվյալներով հրակայունության տեսակետից, սեյսմակայունության տեսակետից եւ երկաթբետոնի եւ մետաղից շատ ավելի գերադասելի կոնստրուկցիա է։ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շինհրապարակում հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Քաղաքապետն ու շինարարությունն իրականացնող իտալական Ռենկո ընկերության ներկայացուցիչը ստորագրեցին հռչակագիր, ինչին հետևեց հեծանվա հրապարակի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Շատ մոտ ապագայում Երևանը կունենա հեծանվա հրապարակ։ Հեծանվա հրապարակ ամբողջ միջազգային նորմերին համապատասխան եւ Հայաստանում կզարգանա մեր հեծանվա սպորտը։ Այս կառույցը ավարտելուց հետո կարելի է օգտագործել նաեւ տարբեր այլ մարզաձևեր զարգացնելու մեջ։ Այս կառույցն ես հույս ունեմ, որ կառուցվելու է որակով եւ ժամանակից շուտ Երևան քաղաքը, ընդհանրապես Հայաստանը ունենալու է այսպիսի գեղեցիկ մարզադպրոց։ 2 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի հետ սկիզբ դրեցինք մի գործընթացի, որով մայրաքաղաքի համար 2 խոշոր շինարարություններ նախատեսվում իրականացնել՝ Ստորգետնյա ավտոկայանատեղի ազատության հրապարակում եւ հեծանվա հրապարակ։ Այլ կերպ ասած, սա Ռենկոյի երկրորդ կարևոր գործն է։ Ժամանակակից հեծանվային հրապարակի աշխատանքների կատարման համար սահմանվել է 2 տարի ժամանակ։ Սա լինում է լրիվ հագեցված, լրիվ ընդհանուր միջև աշխարհի չեմպիոնատ անցկացնելու հեծանվա հրապարակ։